Ողջույն, ես այսօր գտնվում եմ մի շատ հետաքրքիր վայրում, Շիրակի մարզի Փանիկ գյուղում, որտեղ գործում է տարածաշրջանի միակ հացի թանգարանը։ Ինչն է հետաքրքիր, որ այս թանգարանը ամբողջությամբ հավաքվել է, բոլոր նմուշները հավաքվել են, պահպանվել են, այնուհետև վերածվել են թանգարանի, բացառապես գյուղացիների ջանքերով։ Երբ ես միշտ իմ եթերներում անդրադառնում եմ նրան, որ մենք ինքներս պետք է մտածենք մեր ինքնությունը, պատմությունը պահպանելու եւ այն սերունդներին փոխանցելու մասին, սա լավագույն օրինակն է ցույց տալու, թե ինչպես կարող են գյուղի բնակիչները իրենք իրենց ջանքերով հավաքագրել պատմությունը, այսպես ասած, եւ փոխանցել հաջորդ սերունդներին։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ նմուշներ կան թանգարանում, ինչ հետաքրքիր վայր է սա, որը ի դեպ անարդարացիորեն այդքան էլ հայտնի չէ, կներկայացնեմ նաև դրսում Մենավոր ընկուզենի ֆիլմի միջին կուզենի նույնպես հենց այս տարածքում է աճում, կներկայացնեմ, ցույց կտամ նաև ընկուզենին, ցույց կտամ ինչ մաքուր, գեղեցիկ է պահվում այս ամենը։ Գնանք նայենք ինչ նմուշներ կան թանգարանում։ Տեսեք, գյուղացիների ջանքերով ստեղծված այս թանգարանում ներկայացված են բավականին հին թվերին պատկանող նմուշներ, տեսնում եք տրեխներ, մամոնտի ոսկորներ, ըստ գյուղացիների սրանք հենց մամոնտի ոսկորներ են։ Տեսեք ինչ հետաքրքիր ձևի տրեխներ կան, քարերի տարբեր տեսակներ, այնուհետև հասնում ենք ամենահետաքրքիր մասին, հացերին։ Ներկայացված են մատնաքաշ, ծակուլիկ, բոքոն, տեսեք բոքոն հացը, թափթափա, սա կարտոլի հաց, այդպես է գրված, սոմի, գարե հաց, կլոր թափթափա, փառնիկ, լավաշի տեսակներ, ի դեպ, բացի լավաշից նաև լավաշի տեսակ է ներկայացված։ Սրանք բավականին հին ժամանակներում թխված հացեր են, որոնք պահպանվել են գյուղացիների ջանքերով եւ արդեն հասել մեզ ու հիմա էլ պահպանվում են նորից գյուղացիների ջանքերով։ Ներկայացված են նաև ցորենի հասկերի նմուշներ։ Այստեղ ցույց կտամ ձեզ նաև ներկայացված է հացահատկային կուլտուրաներ, գարի, բրինձ, բլղուր, ցորեն, հասկերի տեսակներ։ Այստեղ նորից գյուղացիների ջանքերով հավաքված է դրամների տեսականի, բավականին մեծ, այս փոքրիկ թանգարանի համար։ Տեսեք տարբեր երկրների, ժամանակների դրամներ են այստեղ հավաքված։ Այստեղ ներկայացված են տարբեր տեսակի ամաններ, որոնց միջոցով պատրաստել են թե հացը, թե այլ կերակուրներ հին ժամանակներում, որոնք նույնպես հավաքվել են գյուղացիների ջանքերով տարածքից եւ պահվել, հետո փոխանցվել արդեն թանգարանին։ Կան նաև նմուշներ, որոնք ինչպես նշեցին, փոխանցվել են այլ մարդկանց կողմից, թանգարանին նվիրատվություն է արվել, այսպիսի հետաքրքիր տեսականի կա։ Այստեղ արդեն ներկայացված են գյուղատնտեսական այն գործիքները, որոնց միջոցով ցորենն է մշակվում, որից հետո ալյուր է դառնում։ Տեսեք ինչ հետաքրքիր նմուշներ կան եւ բավականին հին։ Ի դեպ նշեմ, որ այս թանգարանում դեռևս որևէ հնագիտական ուսումնասիրություններ չեն անցկացվել, այսինքն այս նմուշները գյուղացիները ուղղակի հավաքել են, պահպանել են եւ բերել են այստեղ հավաքել ու դարձրել են թանգարան։ Պետության կողմից առանց որևէ աջակցության, առանց որևէ պետական մարմնի ներգրավվածության, բացառապես իրենց ջանքերով հավաքել են, իրենց գյուղացիների նվիրատվությունների միջոցով սարքել են այս փոքրիկ եւ շատ հրաշալի թանգարանը։ Ահա այս սենյակում էլ ներկայացված են այս բոլոր գործիքները, պարագաները, որոնց միջոցով հացը դառնում է հաց, այսպես ասած, ցորենից դառնում է հաց, ինչպես նաև ներկայացված են տարբեր
այլ հետաքրքիր հին իրեր։ Տեսեք ինչ գեղեցիկ այգի է, խնամված, շատ սիրուն եւ այս ամբողջը, այս մաքրությունը պահպանում է մի շատ համեստ անձնավորություն Վարդան Կարապետյանը, ով ոչ մի կերպ չի ցանկանում հարցազրույց տալ, զրուցել այս մասին, բայց ես հիմա կփորձեմ մի երկու հարց տալ։ Ողջույն, պարոն Կարապետյան։ Ես մի երկու հարց տամ ձեզ, գիտեմ, որ դուք չեք սիրում զրուցել, լրագրողների հետ շփվել։ Ոնց է ստացվել, ոնց են կարողացել այս նմուշները պահպանվել։ Մոտ 30 տարի այդ նմուշները ինչ-որ կորած վիճակում էր, չկար։ Եկա տեղը գտա, դպրոցի ինչ-որ մի շենքում ընդեղ կար։ Գնացինք, ընդեղից հանեցինք, բերեցինք որոշ բաներ ու այդտեղ կամաց գյուղի ժողովրդի ջանքերով էլ ինչ-որ ասենք հնից ունեցել են բան, կամաց բերել ենք, շատացրել ենք։ Ընդեղից ես քիչ բան կտա, առաջ շատ է եղել։ Պետրոս Նարաբեդյան ուսուցիչումներին իր թանգարանն է եղել, ինքն է դա ամեն ինչը ստեղծել։ Ու հետո այդպես կամաց հավաքելով հիմա էլ ունենք գեղեցիկ թանգարան, ոչ միայն այս տարածքի մեջ թանգարանը ինձ համար մեծ թանկ արժեք ունեցող, այլ ամբողջ տարածքը ինձ համար դառավ հոգեհարազատ տեղ, որը պահում ենք, պահպանում ենք անշահախնդիր մեր ծառայությունը մատուցում ենք, արդեն 10 տարի։ Իսկ ինչ միջոցներով է պահպանվում, այսինքն ինչ միջոցներով է կարողանում այս ամբողջը այսպես մաքուր, հրաշալի պահել, եւ ես ոնց հասկացա, հենց այսինքն պատմության ուսուցչի միտքն է եղել այդ նմուշները հավաքելը եւ նաեւ գյուղացիների ներգրավելը, հետո արդեն դուք վերցրել եք այդ գործը եւ թանգարան եք հիմնել, ճիշտ հասկացա։ Գյուղացիների ջանքերով կողքս կայնած են, թե երիտասարդները, թե ամբողջ ժողովուրդը, ղեկավար անձիկ իմ կողքից կայնած են։ Հիմա մենք գնում ենք դեպի հայտնի Մենավոր ընկուզենի ծառը, Մենավոր ընկուզենի ֆիլմի Միջին կուզենու մասին է խոսքը։ Տեսեք ինչ կանգուն, փարթամ, խնամված, իդեպ այս ծառի մասին էլ է հոգ տանում Վարդանը։ Տեսեք ինչ մաքուր տարածք է։ Հիմա ցույց տամ ծառը։ Այստեղ կա հրաշալի այգի, շատ գեղեցիկ։ Վարդան ջան, ես գիտեմ, որ այս տարածքը այսպես խնամվել, պահպանվել է նաև գյուղացիների օգնությամբ։ Այո։ Նու ովքեր են հիմնականում, որ օգնել են, եթե կուզեք ինչ-որ մարդկանց անուններ, թեկուզ հիշատակել։ Հիմնականում այս տարածքը, այս այգին, Հաշկոմիտասյան անվան այգի կոչեցինք, սա օքեյ։ Այս տարածքի համար Ռուսաստանից մենք ունեինք լավ ընկեր Մանուկ Պետոյան, ասյոր էստևի միտք ունեմ, հենց տարածքի մեջ եմ հանդիպել իր հետ, ասեց խնդիր չկա, ինքը ֆինանսավորում էր ու ամեն ինչ իր աչքի առաջ, ամեն ինչ չեկերով, բաներով ես իրան սաղ ասել եմ ինչ ենք արել, ասի եթե դու ֆինանսը կուտաս, ուրեմն քո հարազատներն էլ թող կան գործը անեն։ Այդ ծևի էլ հավաքեց իր հարազատներին, եղբոր տղային, ու այս գործը ստացանք։ Ինձ կարևորը գործը ստանալն է։ Իսկ թանգարանի այնտեղ վերանորոգում, որտեղ ես վերանորոգման աշխատանքներին Անուշը, Կարսանցյան Անուշը ֆինանսավորեց այդ բավականին եւ գյուղի ջանքերով ստացանք։ Այսինքն Այսպես գյուղացիները որոշ բաներ ես տեղից գտա ու մինչև այսօր էլ հիմա ասենք թեգուս հերու տեղ ասեն որ էստեւի նմուշ կա չեմ դժվարանում կգնամ բերեմ այդտեղ զարգացրինք հասցրեցինք ես կանի ու ոնց հասկանում եմ եթե ինչ-որ բան պետք է լինում դուք անպայման դիմում եք գյուղացիներին այո իհարկե կանեկ ու փառք Աստծո գյուղն էլ կողքից կայնած են Սա կարող է լինել շատ լավ օրինակ նաև այլ գյուղերի համար, թե ինչպես կարող են գյուղացիները իրենց ջանքերով պահպանել իրենց մշակույթը։ Իհարկե։ Այս ծառերը մեր նախկին ժողովրդաբեդ Հաշ Կարնեգի հետ գնացինք, բերեցինք, ծառատուն գարինք 8 տարեկան ծառեր են, աշտենտես դեշկի տակ են։ Ես էլ Արարատվան ցարիգուն իմ ծառայությունս մատուցում եմ ու փառք Աստծո շատ ուրախ եմ իմ անշահախնդիր ծառայության համար։
Շնորհակալություն ձեզ, իրականում շատ լուրջ մեծ գործ եք կատարել, իրոք ես ողջունում եմ եւ շատ կուզեմ, որ ձեր Մենք էլ օրինակը շնորհակալ ենք։ վարակիչ լինի մնացածի համար։ Ես ձեզ ցույց տվեցի ինքնության պահպանման մի փոքրիկ եւ շատ կարեւոր նմուշ։ Տեսեք, իրականում հացի թանգարան տարածաշրջանում սա միակն է եւ կարող է շատ մեծ նշանակություն ունենալ նաեւ տուրիստական մասով։ Ես հիմա դիմում եմ բոլոր այն հայերին, ովքեր ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել, պահպանելով եւ աջակցելով հայերի ինքնությանը։ Սա կարող է դառնալ տուրիստական հրաշալի վայր։ Դուք ուղղակի չեք պատկերացնում այն գեղեցկությունը, ես չեմ կարող կադրերով ձեզ ցույց տալ, որը կա այս տարածքում, այն մշակութային եւ պատմական արժեքը, որը կա այս փոքրիկ վայրում եւ պահպանվել է բացառապես գյուղացիների շնորհիվ, բայց դա էլ ավելի զարգացնելու եւ իրականում արժեք դառնալու համար, թե տնտեսական առումով, թե առհասարակ ազգայինի առումով պետք է արդեն ավելի լուրջ ներդրումներ կատարվեն եւ այդ ներդրումները չկատարվեն զուտ բարեգործության տեսքով։ Ես միշտ կողմ եմ նրան, որպեսզի մենք կարողանանք ներդրում կատարելուց ակնկալել նաեւ եկամուտ այն մարդկանց համար, ովքեր կատարում են այդ ներդրումները։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա հրաշալի վայր է, որը կարող է դիտարկվել ներդրողների կողմից, ովքեր ցանկանում են տուրիստական վայր ենթակառուցվածքներ ստեղծել տուրիստական վայրի համար։ Սա իրոք հրաշալի վայր է, կարող եք դիտարկել, եթե ինչ-որ ինֆորմացիայի անհրաժեշտություն լինի, կարող եք թեկուզ ինձ գրել, ես կտրամադրեմ կոնտակտները, կասեմ հավելյալ ինֆորմացիա, ինչին որ տիրապետում եմ։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է կարողանանք եւ հայտնաբերել նման վայրերը եւ շնորհակալություն հայտնել այդ վայրի բնակիչներին, այս դեպքում Փանիկ գյուղի բնակիչներին, ովքեր կարողացել են այդ պատմական նմուշները, մեր ազգային ինքնությունը խորհրդանշող նմուշները հավաքել, իրենց ջանքերով պահել եւ հասցնել 21-րդ դար։ Բայց դրանից ավել, այսինքն դա դարձնել մշակութային արժեք եւ էլ ավելի հայտնի աշխարհին, որովհետեւ նույն հացի թանգարան եւ տարածաշրջանում միակը, ես կարծում եմ մենք պետք է օգտագործենք այդ ռեսուրսը։ Ես շատ պատահական հայտնաբերեցի այս փոքրիկ գանձը, այսպես ասած, եւ անպայման ուզեցա ձեզ ցույց տալ, թե այն արժեքը, թե այն օրինակը, ինչպես կարող են մի գյուղի ժողովրդով համախմբել եւ պահպանել մեր ինքնության համար կարևոր արժեքները։ Սա շատ լավ օրինակ է, ինչպես նաեւ ցույց տալ ձեզ հնարավորություն, որը կարող է դառնալ նաեւ շատ հրաշալի բիզնես գաղափար։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։